Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Երկշաբթի այլևս կհանդիպենք ձեզ հետ, բնականաբար ձեր խոսքը կփոխանցեք եւ այսպես այս քանի օրը ուղղակի պատերազմը եղում է Իրան-Իսրայել, տարածաշրջանը եւս մեծ կաթսայի մեջ է, հաշվի առնելով, որ նաեւ Իրանի բարձրաստիճան զինվորականները խոսում են այլևս այն մասին, որ այս պատերազմը կարող է այն ծավալների հասնել, որ տարածաշրջանը ուղղակի պայթյունավտանգ իրավիճակում է հայտնվելու, ինչ է տեղի ունենում զարգացումներ են ըստ եւ նաեւ մի քանի թեմաներ եք առանձնացրել Փաշինյանի Պրահայից, հայտարարությունները, խնդրեմ։ Այո, տարածաշրջանը պայթում է, մեր տարածաշրջանը նստած է ականի վրա, քիչ առաջ արևմտյան լրատվամիջոցները փոխանցեցին տեղեկություն, որ ամերիկյան եւ բրիտանական ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը մոտենում են Իրանի սահմանին եւ հայտարարեցին իրենց նպատակը Իրանի ռազմական ենթակառուցվածքների լիակատար ոչնչացումն է, նպատակը Իրանի իշխանության փոփոխությունն է, ըստ ուրեմն իսրայելական լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության ոչնչացված է Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը, հարձակում է եղել Իսրայելի կողմից Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա, քիչ առաջ Իրանի նախագահը հայտարարեց, որ իրենք նպատակ չունեն միջուկային զենք ստեղծելու, բայց որևէ երկիր, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը, ոչ Մեծ Բրիտանիան չեն կարող Իրանին խանգարել խաղաղ նպատակների համար օգտագործել միջուկային էներգիան։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է ըստ էության լայնամասշտաբ պատերազմ, որովհետև մենք տեսնում ենք, որ թիրախային Իսրայելը բնականաբար Միացյալ Նահանգների ուղիղ աջակցությամբ ոչնչացնում է Իրանի բոլոր ռազմական հենակետերը, բնականաբար կա պատասխան նաև Իրանի կողմից։ Մենք տեսնում ենք արդեն երեկվանից Թեհրանի եւ Իրանի բազմաթիվ այլ բնակավայրերից բնակչությունը դուրս է գալիս եւ ես կարծում եմ մեր իշխանությունը ոչ թե պիտի թիթեռ նկարի, Նիկոլ Փաշինյանը ոչ թե պիտի գնա Պրագայում հերթական անգամ սեփական անվտանգության հարցերը լուծի, սեփական իշխանության պահելու հարցը հանի բազարի եւ օրակարգ բերի հերթական անգամ ԵԱՏՄ թե Եվրոպական միություն հարցը, այսպիսով ասելով որդ ինձ կպահեք իշխանության այն կողմն էլ պիտի թեքվեմ, այլևս մենք պիտի ունենայինք հստակ հայեցակարգ ստեղծված իրավիճակում Հայաստանի գործողությունների, մենք պիտի ունենայինք հստակ հայեցակարգ ինչ է լինելու եւ պատրաստ է արդյոք Հայաստանը ընդունել Իրանից մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ազգությամբ հայերի, այս ընթացքում արդեն առնվազն մի քանի անգամ Հայաստանը պիտի հրավիրեր անվտանգության խորհրդի նիստ քննարկելու այդ հարցերը, փոխարենը մենք տեսնում ենք մի սատկած հայտարարություն ԱԳՆ-ի կողմից, փոխարենը մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյան, որը Պրահայում իր դստեր հետ գնացել է ինչ-որ ֆորումի մասնակցելու, տեսնում ենք, որ նույն Պրահայում, նույն ֆորումին մասնակցող Ալիևի արտաքին հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևը ուղղակիորեն սպառնում է, ասում է, որ Հայաստանը ուրեմն պիտի հստակ դիրքորոշում հայտնի Զանգեզուրի միջանցքի մասով, արդեն բազմաթիվ միջազգային ռազմական փորձագիտական կենտրոններ կանխատեսում են, որ ստեղծված իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը եւ հերթական ռազմական էսկալացիայով փորձել բացել, վերցնել Սյունիքի Զանգեզուրի միջանցքը, մենք տեսնում ենք, որ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը զբաղված է սեփական իշխանությունը պահելու տվայտանքներով եւ Պրահայում նրա ելույթի հիմնական առանցքը այն է ԵԱՏՄ թե Եվրոպական միություն, այսինքն կուտատալի աշխարհաքաղաքական կենտրոններին ասելով ստավկաներ եմ ընդունում, դրեք ստավկաները սեղանին, ով իմ իշխանությունը կպահի դեպի այդ աշխարհաքաղաքական բևեռ ես կթեքվեմ։ Իրավիճակը իսկապես ծայրահեղ պայթունավտանգ է եւ տարածաշրջանը ուղղակիորեն կարող է վերածվել այնպիսի մի կատլավանի, որ Հայաստանը ոտատակ տրվի այս կատլավանում, հաշվի առնելով, որ չի հերքել Նիկոլ Փաշինյանի ոչ փոխվարչապետը, ոչ անվտանգության խորհրդի քարտուղարը, որ այս ամսի 20-ին
օրեր անց Նիկոլը մեկնելու է Թուրքիա Էրդողանի հետ հանդիպման, հասկանալի է, որ այդ հանդիպման գինը լինելու է հերթական հակահայ որոշումը, որովհետև նույն Էրդողանն էր, որ օրեր առաջ հայտարարեց, որ տարածաշրջանում միայն Իրանն է դեմ Զանգեզուրի միջանցքին, եւ մենք կարծում ենք, որ Իրանի մեր գործընկերների հետ մենք կկարողանանք գալ կոնսենսուսի, հաշվի առնելով Իրանի ներկա լրջագույն իրավիճակը, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի գինը, ինչպես կանխատեսում են բազմաթիվ վերլուծաբաններ եւ փորձագիտական ռազմական կենտրոններ, լինելու է Զանգեզուրի միջանցքը։ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար տալու է ամեն ինչ, տալու է այն ամենը, ինչ որ ուզելու է եւ ինչ որ ուզում է Ադրբեջանը։ Իդեպ ուզում եմ անդրադառնալ նաև մի այլ լրջագույն խնդրի եւս, իրանական ուրեմն մամուլը հաստատել է այն տեղեկությունը, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքը մատակարարվում է Բաքվի կողմից եւ այն տեղեկատվությունը մամուլում որ կար, որ օկուպացված Արցախի ուրեմն Զանգելանի եւ Լաչինի, Բերձորի օդանավակայաններից իսրայելական ուրեմն ավիական ռազմական ուրեմն ինքնաթիռները լիցքավորվում են, անգամ տեղեկատվություն կար, որ այդտեղից մտել են Թավրիզի շրջան, ըստ էության իրանական մամուլը այդ տեղեկատվությունը հաստատում է, չնայած պաշտոնական Բաքուն իր հետույքը ճղում է, ասելով, որ իրենք Իրանի վրա հարձակման պլացդարմ չեն դառնալու։ Ինչով է վտանգավոր, բոլորս էլ հասկանում ենք, Իրանի հանդեպ ամերիկյա-իսրայելյան այս լայնածավալ ըստ էության պատերազմը վտանգավոր է նրանով, որ տարածաշրջանում մեր եզակի բարեկամ երկիր Իրանը եթե մասնատվեց, եթե ուղղակիորեն Իրանում փոխվեց իշխանություն եւ դրվեց ամերիկյան պրոքսի իշխանություն, ինչպես արվեց դա Սիրիայում, նշանակում է, որ ամբողջ Սյունիքը եւ իրականում ամբողջ Հայաստանը դառնալու է թուրքի փայ, դառնալու է թուրքական վիլայետ եւ իրականացվելու է այն ծրագիրը, ինչի համար Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության, վերացնել Հայաստանի երրորդ հանրապետությունը, վերացնել Հայաստանի պետականությունը։ Սա ուրեմն այս մասով իդեպ աբսուրդ էր, որ Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Իրանի դեմ եւ բացահայտ այդ մասին հայտարարում է, որ իր նպատակը Իրանի ամբողջ ռազմական ենթակառուցվածքները եւ միջուկային էներգիայի ողջ օբյեկտները ոչնչացնելն է, Թրամփը հայտարարում է, որ իրանք պաշտպանելու են Իսրայելին եւ այս ֆոնին մենք տեսնում ենք, որ Եվրամիության շիզոֆրենիկ տիկին Ուրսուլա վան դեր Լեյենը, որը առաջիկայում անպայմանորեն որպես բազմաթիվ երկրներում ռազմական հեղաշրջումների եւ ռազմական հանցագործությունների հրահրող եւ հովանավոր վստահաբար կանգնելու է Հաագայի դատարանի առաջ, հայտարարում է, որ ինքը խորհուրդ է տալիս Իրանին զերծ մնալ պատասխանելու Իսրայելի հատվածներից, պատասխան պատկերացնում եք այս իդիոտկայի եւ ընդհանրապես Եվրոպական միության տարբեր իդիոտների եւ արևմտյան տարբեր իդիոտկաների հավի ուղեղը, ասածները այնա, որ դուք պիտի, զենքերը վայր դնեք եւ հանձնվեք եւ մենք պիտի Իրանը մասնատենք, մենք պիտի Իրանում դնենք մեր հերթական թրաշված եւ փողկապը վզին կապած, թեկուս նախքին մարդասպան, նախքին գլխատող Ահաբեկիչին, ինչպես դա արեցին Իսրայելում եւ նպատակը Իրանի ոչնչացումն է որպես պետություն։ Սա ուղղակիորեն հարված է լինելու նաեւ Հայաստանին, որովհետեւ այս ամբողջ տարածաշրջանային, ինչ ասեմ, այս կատլավանի մեջ Հայաստանը լինելու է հերթական զոհը։ Եթե մենք ունենայինք adekvat իշխանություն, որը զբաղված լիներ ոչ թե հոգեվորականների ներքնազգեստի մեջ մտնելով, այլ
կարողանար adekvat արձագանքեր տարածաշրջանային մարտահրավերներին, ապա մենք կկարողանայինք գոնե նվազագույնս կառավարել մեզ համար ստեղծված անվտանգային լրջագույն ռիսկերը, բայց քանի որ մենք ունենք իշխանություն, որը իր համար գերակա խնդիր է հայտարարել, քիթը խոթել հոգևորականների, սրբազանների վեհափառի անկողնու մեջ եւ չի հասկանում, որ Հայաստանը ուղղակի ոտատակ է գնալու այս մեծ պատերազմին, որը սերընթաց մոտենում է, ուզում եմ հիշեցնել, որ ամերիկյան եւ բրիտանական ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը մոտենում են Իրանի սահմանին եւ ըստ էության երկիրը աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, քիչ անց հրավիրվելու է Իրանի խորհրդարանի նիստը, որը ըստ տեղեկությունների ենթադրում է, որ այդ նիստում քննարկվելու է հանել արգելքը միջուկային զենքի ստորագրման պայմանագրի տակից, իսկ դա նշանակում է, որ Իրանը կարող է որոշակի չափաքանակով նաև միջուկային զենք օգտագործել Իսրայելի դեմ, սա նշանակում է, որ ուղղակիորեն մենք տեսնելու ենք պայթող տարածաշրջան եւ պայթող աշխարհ եւ այս լրջագույն հակամարտության, լրջագույն պատերազմի մեջ առաջինը օգտվելու է Ադրբեջանը, որը ըստ արդեն բազմաթիվ տեղեկությունների ծրագրում է օգտվել ստեղծված իրավիճակից եւ լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը, ըստ էության ճեղքել Սյունիքը։ Սա ուրեմն լրջագույն մարտահրավեր է Հայաստանին եւ քանի որ Հայաստանի իշխանությունները կոլաբորանտ են, Հայաստանի իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերը կատարող իշխանությունն են, ես կարծում եմ մենք ուղղակիորեն պիտի հնարավորինս զգոն լինենք եւ օպերատիվ արձագանքենք ստեղծված իրավիճակներին, սա ուրեմն նաև այս մասով հիմա, քանի որ այս ռեժիմի հարձակումները եկեղեցու վրա, հայ առաքելական եկեղեցու վրա չեն դադարում եւ ինչպես օրերս իր բան ու գործը թողած, Վրաստանի սահմանին ստեղծված իրավիճակը թողած, երբ որ հայկական բեռները արդեն 1 ամսից ավել չեն կարողանում Թիֆլիսի սահմանը անցնել բեռնված նաև փչացող մթերքներով, մրգով, բանջարեղենով, էկոնոմիկայի նախարարը շարունակում է իր քիթը խոթել հոգևորականների անկողնու մեջ եւ հայտարարում առաջիկայում սենսացիոն տեղեկություններ են լինելու սրբազանների եւ հոգևոր առաջնորդների վեհափառի ոչ կրոնական լինելու մասին, պատկերացնում եք սրանց ԱԱԾ-ն ինչով է զբաղված։ Սիրելի հայրենակիցներ, մեր երկրի ԱԱԾ-ն փոխանակ հաշվարկի անվտանգային ռիսկերը, փոխանակ արտաքին հետախուզության ռիսկերը հաշվարկի եւ դրանով զբաղված է հոգևորականների եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օպոնենտների դեմ սեքսի կոմպրոմատներ հավաքելով, անձնական կոմպրոմատներ հավաքելով։ Դուք պատկերացնում եք մի երկրի անվտանգային վիճակ, որտեղ ԱԱԾ-ն զբաղված է եկեղեցականների անկողինը մտնելով եւ Նիկոլի իշխանության քաղաքական օպոնենտների վրա անձնական կոմպրոմատներ հավաքելով եւ այնքան ցինիկ ու անբարոյական, ինչ ասեմ, լպիրշ է, որ հայտարարում են այդ մասին եւ ասում են առաջիկայում տարբեր հոգևորականների եւ այդ թվում վեհափառի վերաբերյալ ըստ էության կոմպրոմատներ են հրապարակելու։ Դուք պատկերացնում եք տարածաշրջանը պայթում է, Իրանը կանգնած է պառակտման վտանգի առջև, Իրանը ըստ էության հայտարարում է, որ իր խորհրդարանը հանելու է միջուկային զենքի, փոքր տրամաչափերի մասշտաբներով կիրառման արգելքը, սրանք այս տարբեր կալիբրի ուսապարկերը հայտարարում են, որ հեսա կոմպրոմատներ ենք հրապարակելու հոգևորականների ոչ կուսակրոնության մասին եւ հայաստանյան քաղաքական էլիտան, հայաստանյան մտավորականները, որ վախից մտել են մկանծակը, այս ամենը հանդուրժում են ու մենք չենք տեսնում հանրային ընդվզում քաղաքական դաշտում։ Իդեպ նաև ես ուզում եմ հիշեցնել
Հիշում եք, չէ, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ իր իդեալը պապ թագավորն է։ Եվ հիմա, երբ որ մենք տեսնում ենք Նիկոլի հռչակած այս սրբազան պատերազմը հայ առաքելական եկեղեցու դեմ, հիշում ենք, որ պապ թագավորը այն եզակի թագավորներից էր, ով նզովվել է եկեղեցու կողմից, եկեղեցուն հայտարարած պատերազմի համար։ Հիշում ենք, չէ, որ այս պապ թագավորն էլ, ով Նիկոլի իդեալն է, պատերազմ էր հայտարարել Ներսես մեծ կաթողիկոսին եւ նզովվեց հայ առաքելական եկեղեցու կողմից։ Հիմա Նիկոլը իր իդեալ պապ թագավորի ոգով, որին համարում է իր իդեալը եւ կարծում է, որ ինքը պապ թագավորի հոգևոր ժառանգորդն է, հա, հիշում եք իր ելույթը պապ թագավորի մասով, ոգևորվելով իր իդեալի հակա եկեղեցական արշավից հայ առաքելական եկեղեցու դեմ, որոշել է պատմության մեջ մնալ որպես երկրորդ պապ թագավոր եւ նզովյալ պատերազմը հայտարարել հայ առաքելական եկեղեցուն եւ վեհափար հայրապետին։ Ընդհանրապես ես բազմիցս ասել եմ, որ այս տղան Նիկոլ Փաշինյանը ողբերգական կերպար է իրականում, ինքը հասկանում է, որ ինքը պատմության մեջ մնալու է որպես դարի հողատուն, դարի կապիտուլյանտը, դարի հակահայը եւ հիմա ուզում է, որ այդ ամեն ինչի կողքին մնա նաեւ որպես դարի հակաքրիստոնյան, փորձելով կրկնել տխրահռչակ պապ թագավորի ճակատագիրը։ Նիկոլ, դու այնքան այլևս ճակերտավոր կոչումներ ունես պատմության մեջ մնալու որպես դարի հակահայ, դարի հողատու, դարի կապիտուլյանտ, Արցախ հանձնող, որ այդ քո կոչումներին եւս մեկը ավել կամ պակաս մի հատ էլ հակաքրիստոնյա, մի հատ էլ հակաառաքելական եկեղեցական մի ավելացրու, այդ կոչումները բավարարեն պատմության մեջ քո անունը որպես պատմության հայ ժողովրդի պատմության թիվ 1 հակահայ գրելու համար։ Եվ նաև քանի որ Իրանի հասարակում իրավիճակը լարված է, Տիկին Զոհրա, այո, զուգահեռ այնտեղ գալու վերետաղորները շարունակում են իրենց լկտի պահվածքը, ինչև անգամ մեր գործիքերը չլրագրողին են հարվածել, բերման են ենթարկում փողոց պակաս քաղաքացիների, խնդրեմ այս մասով ինչ կարող եք։ Տեսեք, ուրեմն մինչ այս խնդրին անդրադառնալը, ուրեմն շատ կարևոր խնդիր բարձրացրեցիք, ես ուզում եմ Իրանի թեման ամփոփել նաև, որ Իրանի ուրեմն իրանական ապրանքների Հայաստան ներմուծման, ուրեմն խոսելով, հա, այդ մեծ հսկայածավալ ներմուծման ծավալների մասին, որ մենք ունենք Իրանից, երրորդ տեղում է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստանում ներմուծման ծավալներով երրորդ տեղում է։ Եվ հիմա պատկերացնում եք ինչ կլինի, եթե այդ ներմուծման ուրեմն բոլոր ճանապարհները փակվեն եւ ներմուծման ապրանքների զգալի մասը Հայաստանի հայկական տնտեսության համար անփոխարինելի ապրանքատեսակներ են, այնպես որ այս իշխանությունը փոխանակ այս խնդիրներով զբաղվի, փոխանակ այս լրջագույն խնդիրներով զբաղվի, փոխանակ Նիկոլ Փաշինյանը մի հատ արդեն առաջի օրը անվտանգության խորհրդի նիստ հրավիրած լիներ եւ քննարկեր ստեղծված իրավիճակը, հասկանալով, որ եթե փակվեց Իրանից ներմուծման հնարավորությունը, Հայաստանի տնտեսությունը ուղղակիորեն սատկելու է, հաշվի առնելով, որ լաչին չէ, ուրեմն ճանապարհը Վրաստանով, հա, Լարսի, հա, այնքան ենք լաչին ասել, անդադ լաչին ենք կրկնում, հաշվի առնելով, որ Լարսի միջանցքը ուղղակիորեն պարբերաբար ճանապարհը վտանգի տակ է եւ հիմա էլ կրկնում եմ, հարյուրավոր մեր բեռնատարներ բեռներով կանգնած են Վրաստանի սահմանից եւ Վրաստանը թույլ չի տալիս այդ բեռները անցկացնել, տեսնում ենք, թե ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է պարզելու վեհափառը կուսակրոն է, թե կուսակրոն
չի։ Եվ հիմա, ինչպես արդեն տեղյակ եք, հենց այս րոպեներին մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցները փակել են Քասախի ճանապարհը եւ խնդիրը այն է, որ տրանսպորտային փոխադրամիջոցների խնդիրը, որոնցով նրանք տևական տարիներ հասնում էին Երևան, հիմա ուղղակիորեն հնարավոր չէ մեկ տրանսպորտով հասնել եւ յուրաքանչյուր քաղաքացի օրական Երևան գալ գնալու համար միջև 600-700 դրամ պիտի վճարի, բայց մենք տեսանք, որ հաբրգած ոստիկաններից մեկը քիչ առաջ ուղղակիորեն հարձակվեց 24 News-ի լրագրող Մերի Մակարյանի վրա եւ հարվածեց լրագրողին։ Ուրեմն ուզում եմ տեղեկացնել, թե ով էր այդ ոստիկանը։ Այդ ոստիկանը Սաշ Մականունով հայտնի Ալեքսանդր Ազարյանն էր, ով պատերազմից հետո ընդդիմադիր բոլոր հավաքների, բոլոր շարժումների ժամանակ իր մարմնի բոլոր մասերը ճղել է հանուն Նիկոլի։ Հիշում եք այս նույն Սաշին, որ գրեթե սենց ձեռքերով խեղդում էր նախկին ուրեմն պատգամավոր Արամ Վարդևանյանին։ Հիշում ենք այս նույն ուրեմն Սաշին ընդդիմադիր ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի դեմ կատարած գործողություններում։ Հիշում ենք այս նույն հաբրգած ոստիկանին, որ ընդդիմադիր շարժումներից մեկի ժամանակ քաշքշում էր տարեց մի ցուցարարի, նրան անվանելով, կներեք, պիտի կարդամ այդ բառը, յոբնի բիձա, եւ ամենախայտարակ սեռական հայհոյանքներն էր հնչեցնում ցուցարարների հասցեին։ Նիկոլ, տենց լավ չի, քո տիկին նախարարին հանձնարարի, որ այս ոստիկանին միանգամից նշանակեք գենշտաբի պետ, ԱԱԾ պետ, ոստիկանապետ եւ գելխեղտ միանգամից այդ բոլոր պաշտոնները, հայկական գելխեղտն էլ վրեն, միանգամից համատեղեք եւ սրան նշանակեք։ Իսկ պատկերացնում եք ինչ կլիներ, եթե նախկին որևէ իշխանության ժամանակ ոստիկանության որևէ աշխատակից իրան այսպես պահեր, անմիջապես ԵՄ-ի դեսպանատներից եւ ամերիկյան դեսպանատներից լապ ստացող, դոլարի եւ եվրոյի տեսքով լապ ստացող հասարակական կազմակերպությունները հիմա ողողած կլինեին Քասախի մայրուղին եւ ուղղակիորեն կբացեին իրենց երախը ու կուլ կտային Սաշին, բայց մենք տեսնում ենք քար լռություն։ Ինչու քար լռություն, որովհետեւ իրենց լափատու դեսպանատներից ֆաս հրաման չեն ստացել եւ մարդու իրավունք, խոսքի ազատություն, լրագրողի պրոֆեսիոնալ պարտականությունը պաշտպանելու իրավունքի վերաբերյալ ֆաս հրաման չեն ստացել եւ ամերիկյան դեսպանատունը եւ եվրոպական միության դեսպանատները եւ լրագրողական կազմակերպությունները միջազգային բոլորը պահպանելու են քար լռություն։ Սա է նիկոլական Հայաստանը, սա է Նիկոլի դեմոկրատիան, սա է Նիկոլի Հայաստանի խոսքի ազատությունը, երբ ընդամենը ցույց լուսաբանելու համար հայկական գելխեղտ աշխատող ոստիկանը հարվածում է լրագրողին եւ խոչընդոտում է նրա մասնագիտական պարտականություն կատարելը։ Եվ որպես եզրափակում, ինչպես միշտ, ես ուզում եմ անդրադառնալ Հայաստանում խայտարակ գնաճին, ինձ նաեւ գյուղացիական բազմաթիվ տնտեսություններ խնդրել են բարձրացնել այս հարցը, որ վերավաճառողները Նիկոլի գրպանում սատկած, վերընկած տարբեր օլիգարխներ գյուղացիներից այս սեզոնին միրգը, բանջարեղենը գնում են կոպեկներով եւ իրենց սուպերմարկետներում եւ տարբեր խանութներում վաճառում են մի քանի անգամ թանկ գներով։ Իդեպ նաեւ ուզում եմ հրավիրել Ջերմուկ գրուպի ուշադրությունը, դուք տեղյակ եք, որ տարբեր սուպերմարկետներում եւ խանութներում ձեր ջերմուկը վաճառվում է այլևս 1 շիշը 210 դրամ։ Ես հարցնում եմ ինչն է պատճառը, ասում են, որ դուք եք թանկացրել։ Եթե չեք թանկացրել եւ դա հերթական ուրեմն
թանկացումն է, Նիկոլի գրպանում սատկած օլիգարխների, խանութների եւ տարբեր խանութների հանդես եկեք հայտարարությամբ, այլապես սենց գողի օգտվելով ճղելով արանքը 180 դրամից ջերմուկը սարքել 210 դրամ, հավատացեք, որ դա ազնիվ չի։ Դիմում եմ կատնամթերք արտադրող կազմակերպություններին, Երեմյան, Նիկոլի կնոջ այդ հաջողակ գործարարներ, Աշտարակ կաթ, բիոկաթ, անի, չանախ, բոլորըդ, այդ որ տենց տերյանական հուշի քայլերով, թթվասերը, մածունը, բոլոր յոգուրտները, բոլոր տեսակի կատնամթերքները 40, 50, 100, 150, 200, հասրել եք մինչև 250, 300 գրամ թանկացնում եք, դուք գետինը չեք մտնում, գյուղացիները հայտարարում են, ասում են, որ կաթը դուք նրանցից շարունակում եք գնել նույն գնով, թե դաբրո ունեք Նիկոլից, սենց քերել, կթել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հիշում եք, չէ, սիրելի հայրենակիցներ, եւ հատկապես Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին ընտրած 680,000 նիկոլականներ։ Ինչ էր ասում ձեր Նիկոլը, ասում էր քաղաքացին տուգանքի մատերիալ չի, մի հատ կանաչի էր առել, եկել էր ԱԺ-ում թափահարում էր, ասում էր թանկա, ամեն ինչը թանկա, Նիկոլ մի հատ կնոջը ձեռքը բռնի, գնա մի հատ խանութներ, իրական թանկությունը եւ գնա շուկա, մի հատ մտի գումի շուկա, այդ էլիտար շուկա է դարել այդ շուկան, մտի մյուս շուկաները եւ իրական թանկությունը դու հիմա կտենաս, քո քպեականները հիմա կտենան իրական թանկությունը որնա։ Այն դեպքում, երբ որ ուզում եմ հիշեցնել, որ ոչ նվազագույն աշխատավարձը, ոչ կենսաթոշակը Հայաստանում չի բարձրացել, փոխարենը 25 թվականի բյուջեում 200 միլիոն Նիկոլ Փաշինյանը նորից դրել է իր քաղաքական թիմի պարգևավճարների համար։ Իդեպ նաև ինձ ահազանգել են քաղցկեղով հիվանդ մեր հայրենակիցները, որ համատարած այդ հանձնաժողովները, իրենց զրկում են կարգից, որպիսի չկարողանան քիմիոթերապիայում ունենան արտոնություններ եւ ունենան զեղչեր։ Ռեյմա, ինչպես մամուլն ա գրում, Ռեյմա աղանդի հավատավոր անդամ առողջապահության նախարար, այդ հարցերով զբաղվեք, որ քաղցկեղով հիվանդները չեն կարողանում օգտվել որևէ պետպատվերով նախատեսված ծառայությունից, որովհետև համատարած նրանք զրկվում են այդ կարգից, որը նրանց որոշակի շատ չնչին արտոնություն է տալիս, ինչպես մամուլն ա գրում Ռեյմա աղանդի հավատավոր անդամ առողջապահության նախարար, քիմիոթերապիայի ուրեմն այդ բուժման կուրսի գներով զբաղվեք, որ մարդիկ չգնան Վրաստանում, Թիֆլիսում տուն վարձեն կամ գնան Մինսկում տուն վարձեն, այնտեղ մի քանի անգամ էժան քիմիոթերապիայի կուրս անցնեն, դրանով զբաղվեք եւ ոչ թե ողջունեք այս համատարած թանկացումը դեղորայքների եւ նաեւ բուժ ծառայությունների։ Իդեպ ապրիլի 1-ից բազմաթիվ ծառայություններ, փաստաբանական, անշարժ գույքի գործակալության նախորդ անգամ եմ ասել, հիմա են ասում առողջապահական, անցնելու են հարկման ընդհանուր դաշտ եւ ասենք եթե նախկինում գնում էին կոնսուլտացիայի, օրինակ դուռը բացում էինք, բժիշկը ասում էր, ձեր մոտ ոնց որ ալերգիա է, գնացեք մի հատ տավեգիր խմեք, 10,000 դրամ դրեք սեղանին 15,000, շնորհավորում եմ սիրելի քաղաքացիներ, հիմա այդ բարև ձեզ, էս էլ ձեր դեղը ստեսյուն ձեզ 30 վայրկյանանոց կոնսուլտացիայի համար, հիմա այլևս մենք վճարելու ենք 30-35,000 դրամ, ամփոփելով ասեմ, որ սա Նիկոլի Հայաստանն է, սա Նիկոլի ապագա կանա եւ շնորհակալություն հայտնեք այս ապագայի համար 21 թվականին Նիկոլ Փաշինյան ընտրած եռաբլուրը տրորելով 5,000 երեխաների արյան մեջ իրենց ձեռքը թաթախելով Նիկոլ ընտրած 680,000
ՀՀ քաղաքացիների։ Եվ նորից ամփոփելով նախորդ անգամ առնչվեցեք այս թեմային անդրադառնալը, այդուհանդերձ շատերը նորից հիշեցնում են, որ ամեն դեպքում սա դուք եք առաջին էջին որ ասացիք, ԿՊԱԿ-ների համար պետք է ազատ լինի Աննա Հակոբյանի Չինաստան գնալը։ Հիմա ասում են Փաշինյանը Թուրքիա, կինը Չինաստան, ինչ են իրենք։ Ես չգիտեմ, ես կարծում եմ ԿՊԱԿ-ների մեջ ոչ բոլորն են ստահակ, ոչ բոլորն են մանկուրտ, ոչ բոլորն են անհայրենիք եւ շատ լավ հասկանում են, որ մի արարատյան լուսապայծառ առավոտ դուք զարթնելու եք եւ տեսնելու եք, որ Աննա Հակոբյանը Չինաստանից չի վերադառնալու եւ Նիկոլ Փաշինյանն էլ չկա եւ դուք դեմ առ դեմ, երես առ երես մնալու եք հասարակության հետ։ Ինչ եք պատասխանելու այդ հասարակությանը կամ այդ հասարակությունը թողնելու է ձեզ, որ դուք ինչ որ բան պատասխանեք, մտածեք եւ արեք հետեւություն։ Իրավունքը ձերն է, ձեզ տրված է այդ հնարավորությունը, ձեզ տրված է այդ հումանիտար միջանցքը։ Եվ հենց նոր տեղեկություն եղավ, մեր գործընկերներն են գրել, լրագրողին հարվածող ոստիկանը հեռացվեց համակարգից։ Այո, բայց չի հեռացվելու այս անձը։ Բնականաբար դա լավ է, որ համակարգը արձագանքել է եւ հեռացվել է, նա դեռ պիտի հեռացվեր այն ժամանակ, երբ որ ցուցարարներ էր հայհոյում եւ падգամավորներ էր սենց խեղտելու շարժումներ անում։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։